Պարոն Միքայելյան, ինչպես եք դուք գնահատում ուժեղ Հայաստանի հնարավորությունները համապետական ընտրություններին, ինչ պատկեր ենք ունենալու։ Բացի հաղթանակից ուրիշ ոչ մի ցանկություն մենք չունենք։ Մենք գնում ենք բացարձակ մեծամասնություն ունենալու ու մենք անելու ենք հնարավորինս, որ այդ ամեն ինչը լինի։ Ու ժողովուրդը պետք է այսօրվանից սկսած, քանի որ այսօր տրվեց պաշտոնական քարոզարշավի մեկնարկը, պետք է հիշի, որ փոփոխությունների թիվը դա 3-ն է։ 3 ընտրելով մարդիկ կունենան փոփոխություն իրենց կյանքում, իրենց երկրում եւ ամենուր։ Ձեր թիմակիցները դուք Սամվել Կարապետյանը երեկ եւս այդ մասին խոսեց, որ հունիսի 7-ին դուք լինելու եք իշխանության, Հայաստանի հաջորդ վարչապետը ինքն է լինելու։ Այս ընտրակաշառքների ֆոնին դուք ինչպես եք դա պատկերացնում։ Ինչ ընտրակաշառք։ Որ պարբերաբար հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակում է, որ ընտրակաշառքով է։ Իրանք կարող շատ բան հրապարակեն, բայց կա ընտրակաշառքի փաստ։ Ինչ ընտրակաշառք։ Կարող փաստ ասել, որ կա ընտրակաշառք։ Հիմա մարդը կարա երևակայությունների արդյունքում ինչ-որ բան անի, կարան ինչ-որ ձայնագրություններ կտոր կպցնեն, հա։ Հիմա մենք իրար հետ խոսում ենք, այս խոսակցության ձայնագրությունները տարբեր բառեր ենք ասում, հնարավոր է, չէ՞, որ կտոր իրար կպցնեն ու ստանալ մի հատ այլ բովանդակություն, ինչ ընտրակաշառքի մասին է խոսքը։ Չգիտենք մենք նման բան։ Նաև քաղաքացիների հետ շփման ժամանակ դուք նկատում եք նրանց մոտ փոփոխություններ, տրամադրությունների ձեր նկատմամբ փոփոխություններ, որ հրապարակվեցին այս ձայնագրությունները, կա փոփոխություն։ Որ ձայնագրությունների մասին է խոսքը։ Իշխանությունների սարկած։ Ես ամեն դեպքում հրապարակված է, բայց իշխանությունների սարկած ձայնագրություններ, հա, մենք տեղյակ չենք այդ ձայնագրությունները որտեղից է, ով է ստեղծել, արդյոք այդ ձայնագրությունները իրական են, թե իրական չեն, հա, ու դրա համար ասենք այն ինչը ենթադրություն է, փաստ չի։ Հա, դրա մասին ես չեմ ուզում խոսել, մի բան վստահ եմ, որ հասարակությունը ուզում է փոփոխություն, այդ փոփոխությունները լինելու է ու Նիկոլ Փաշինյանը ամսի 7-ից հետո գնալու է հանգստի, իր ողջ անձնակազմով։ Նաև ինչ ակնարկ ուներ հենց ազգային ժողովի դիմացից սկսելը, կար որևէ ենթատեքստ սա իր մեջ չպարունակում է, թե ուղղակի ընտրել եք այստեղը։ Մենք կարող ենք սկսել այնտեղից, որտեղից ուզում ենք, քանի որ Հայաստանի Հանրապետությունում չկա այնպիսի վայր, որտեղ արգելվի սկսել քարոզարշավը, բնականաբար ազգային ժողովը իր, սա իմ անձնական կարծիքն է, ասենք խորհրդանշական է այն առումով, որ հունիսի 7-ից ազգային ժողովում մեծամասնություն լինելու է ուժեղ Հայաստան դաշինքը եւ հունիսի 7-ից հետո սկսվելու է փոփոխությունների դարաշրջանը Հայաստանի Հանրապետությունում, որ հայ ժողովուրդը ապրի ուժեղ, հայ ժողովուրդը ապրի ապահով, ապրի բարեկեցիկ ու վերջապես վերջ դնեն ժողովրդի մեջ է սև ու սպիտակին լինի միասնություն։